Ռադիո Շանթ Ցելի ռադիոն կնդիրներ, Շանթ ռադիոկայանի ուղիղ եթերում իր աշխատանքը երեկոյան ծրագիրը շարունակում է եւ այսօր տեղեկացնեմ, որ նոյեմբերի 21-ը աշխարհում նշում են որպես հեռուստատեսության միջազգային օր, այնպես որ շնորհավորում եմ նաեւ իմ բոլոր գործընկերներին, հատկապես Շանթ Գյումրի հեռուստաընկերության եւ մենք այսօր հենց այս թեմայից էլ կխոսենք, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքով, որ Շանթը արդեն նաեւ նշել է իր 30-ամյա հոբելյանը եւ նույնիսկ արդեն իսկ շարունակվում են նաև այդ միջոցառումները եւ այսօր ես մեր տաղավարում հյուրընկալել եմ Շանթ Գյումրի հեռուստաընկերության լրագրող Հասմիկ Թոմասյանին, ողջունում եմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հյուրընկալելու։ Եվս մեկ անգամ նաև շնորհավորում եմ քեզ այս կարծում եմ մասնագիտական շատ կարևոր տոնի կապակցությամբ եւ չնայած մենք ռադիոյում ենք, բայց մենք միանում ենք եւս իհարկե եւ շնորհավորանքներին եւ մեր բոլոր գործընկերներին։ Մի փոքր նախ կուզենայի խոսենք քո հեռուստաընկերությունում հայտնվելու մասին, քանի որ դու մեր երևի ամենակրտսեր լրագրողն ես եւ դարձել ես արդեն Շանթ ընտանիքի եւ Շանթ մասնիկի անդամը, ինչպես ստացվեց, որ հայտնվեցիր հենց Շանթում մեր հեռուստաընկերությունում եւ այստեղից էլ սկսվեց քո ճանապարհը։ Իրականում այս ոլորտում։ Իրականում շատ պարտավորեցնող է զգալը, որ դու 30-ամյա Շանթի ամենակրտսեր աշխատակիցն ես այսօր ու շատ պատահական ստացվեց իմ գալը Շանթ հեռուստաընկերություն, ճանաչողական այցով կուրսընկերներով այստեղ էինք ու հիշում եմ ինչպես խմբագիրս ասաց, որ ես նյութ ունեմ նկարելու, հիշում եմ աշխարհահռչակ դաշնակահարվի Սվետլանա Նավասարդյանն էր եկել Գյումրի, վարպետաց դաս պիտի անցկացներ, ասաց իսկ ով է ուզում նկարել այս նյութը, այնպես ստացվեց, որ դասախոսի սովորում ասա Հասմիկը կնկարի այս նյութը, ես ընդհանրապես հեռուստատեսության ոլորտում երբևէ փորձ չէի ունեցել մինչև Շանթ հեռուստաընկերություն գալը, եղել էին մի քանի այլ նյութեր ռադիոյում կամ թերթերում եւ այլն ու հեռուստատեսությունում առաջին անգամ էի որպես այդպեսին գնացինք, նկարեցինք, հետաքրքիր է որ ես ամբողջական նյութը գրել էի թերթի օրինակով, ինչպես որ սովորել ենք մենք համալսանում ու հիշում եմ թե ինչպես խմբագիրս մանրամասնորեն շատ հասկանալով այն հանգամանքը, որ ես երբևէ փորձ չեմ ունեցել այստեղ, ես չեմ տիրապետում այն ամենին, ինչ որ 30-ամյա Շանթ այսպես տարիներով, հա, որդեգրել է եւ այլն, իհարկե շատ տարբերվում է, որովհետեւ միշտ չէ որ համասարանը տալիս է այդ հնարավորությունն էլի սովորածը տեսական կիրառելու ու սա առաջին փորձն էր, թերևս ու ամենահաջողվածը։ Այդպես առաջին նյութին հաջորդեց երկրորդը, երրորդը, եղան պրակտիկ շատ այսպես նյութեր ու քիչ մասամբ այսպես գրելով, փորձելով, սովորելով, ընդօրինակելով ստացվեց այնպես, որ դարձա այս մեծ ընտանիքի մի մասնիկը, իսկ թե ինչքանով է աշխատանքը ստացված, ինչքանով եմ կարողանում հասցնել ընթացքին Շանթի ու այդ պատասխանատվությունը կրել որպես այսպիսին լավ, դա կփաստի խմբագիրս ու կփաստեն հեռուստադիտողները, որոնք նայում են մեր նյութերը։ Իհարկե մեր ռադիոլսողները եւս հաստատապես դիտած կլինեն ռեպորտաժները պատրաստած մեր գործընկերների կողմից, որոնք նաեւ մեր Facebook-յան հարթակներում են մշտապես հայտնվում։ Իհարկե մենք եւս ռադիոյով հեռարձակում ենք լուրերի թողարկումները պարբերաբար, այնպես որ հաստատապես քո ծրագրին արդեն մարդիկ ծանոթ կլինեն։ Եվ իհարկե շատ հետաքրքիր ճանապարհ է, այսինքն քեզ համար այդ ռեպորտաժը շատ է տպավորվել որպես քո առաջին աշխատանքային նյութ եւ տեսականից դեպի գործնական անցման այդ ճանապարհին։ Շատ հետաքրքիր նաև փորձառությունը օպերատորի հետ, որովհետև երբեք տեսախցիկի հետ աշխատանքը որպես այդպեսին այդքան մոտիկից չի եղել, երբեք խոսափող ձեռքից բռնած չկա կամ հանրային միջավայրում որպես Շանթ հեռուստաընկերության լրագրող ներկայանալ, դա ոչ միայն պարտավորություն էր, պատասխանատվություն էր, այլ ինչ որտեղ նաև այսպես հպարտության տեղիք էր ինձ համար, որովհետև ես ուսանողս առաջին անգամ այս մեծ հեղինակավոր հեռուստաընկերության որպես մի մասնիկ էի այնտեղ ուղղակի գնացել, փորձառությունը շատ կարևոր էր ու դա եղավ սկիզբն մասնագիտական ճանապարհի, որը կերտվում է ու հուսամ որ կլինի շարունակական բնույթ նաև այստեղ։ Եվ ինչքան ժամանակ է որ դու արդեն աշխատում ես այս ոլորտում։ Եվ քո առաջին աշխատանքային փորձային Շանթն է եւ դու այստեղ էլ շարունակում ես աշխատել։ Այո, ես 30-ամյա Շանթում արդեն 2 տարի է ինչ կամ այսպես ասած գործում եմ, գործունեություն եմ ծավալում ու նյութեր պատրաստելու այդ հորձանուտի օվկիանոսի մեջ եմ մտած, այո, սա առաջին հեռուստաընկերություն է, որին որպես այդպեսին ես մասնակցել եմ, որտեղ եղել եմ, որտեղ փորձ եմ ձեռք բերել ու ձեռք բերում այսօր պրոֆեսիոնալներից ու վարպետներից ու ուրախ եմ, հպարտ եմ, որ հենց Շանթը եղավ այն մեդիա դպրոցը, որը մինչև այսօր ինձ տանում է լրատվության ճանապարհով ու թույլ չի տալիս փոխվել ուղղակի այս մասնագիտությունից։
Իհարկե դու նաև մասնագիտությամբ լրագրող ես, աշխատում ես հենց քո մասնագիտությամբ, դա եւս շատ կարևոր է։ Իհարկե ոլորտում մենք ունենք էլի կրկին լրագրողներ, որոնք աշխատում են ոլորտի մասին է խոսքը, բայց կարծում եմ ամեն դեպքում մասնագիտական հենց կրթության փորձառությունն շատ կարևոր է, որովհետև անկախ ամեն ինչից, որ հիմա ժամանակները փոխվել են եւ շատերի համար նույնիսկ մասնագիտական լրագրողական կրթությունը կարևոր չէ, բայց կարծում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են մասնագիտական հենց կրթության ոլորտը կփաստեն դրա կարևորությունը եւ նշանակությունը, որովհետեւ դա եւս տալիս է իր միանշանակ շատ առավելությունները ոլորտին նախ ավելի լավ տիրապետելու առումով։ Դու ինչ կարծես այս մասին։ Բնականաբար մասնագիտական կրթությունը շատ կարևոր է եւ հեռուստատեսություն, եւ թերթ, եւ ռադիո մտնելու ժամանակ, որովհետեւ դու արդեն որոշ չափով պատրաստված ես գալիս, ծանոթ ես լինում հեռուստարադիո այս մեծ ֆաբրիկայի աշխատելավոճին, էթիկայի կանոններին բնականաբար հասկանում ես ու գիտակցում ես, թե ինչպես պետք է քեզ պահես հանրային միջավայրում, ինչպես պետք է հարցազրույցներ ճիշտ վերցնես, ինչպես պետք է այդ ամեն ինչը, այսպես ասած, մեր չգրված օրենքներով, բայց եւ էթիկայի այս լուրջ կանոններին հետևելով իրականացնես։ Այո, ցավոք սրտի, այսօր մեդիա դաշտը ողողված է մարդկանցով, որոնք չունեն կրթություն մասնագիտական ու իրենց, այսպես ասած, իհարկե ինձ չեմ կարող իրավունք վերապահել այդպես ասել կամ իրենց հասցեն ինչ-որ վատ խոսել, բայց ամեն դեպքում զգացվում է պակասը մասնագիտական կրթության բացի ու դա շատ է այսօր խոչընդոտում, որ մեր ոլորտի ու ընդհանրապես լրատվության հանդեպ մարդկանց կարծիք է փոխվում, ի վերջո վստահության անկում ենք մենք տեսնում, որովհետև հենց այսպիսի մարդկանց ինչ որտեղ մեղավորությունն է նաև դրա համար շատ եմ կարևորում իհարկե համալսարանական կրթությունը, որովհետև ինքը իրոք քեզ հիմք տալիս է ու դու արդեն որոշակիորեն պատրաստված ես գալիս եւ այստեղ շատ չես խեղճանում, երբ որ արդեն գնում ես ռեպորտաժների կամ եւ այլն, գիտես ինչ որ փոքրիկ բան կա, մնում է տեսականը գործնականի վերածել, այո, հենց այստեղ ես հենց այդ թեմայի մասին էլ ուզում եի խոսել, որովհետեւ դու շատ կարևոր հարց եւ թեմա բարձրացրեցիր։ Այսօր աշխարհում, ժամանակակից աշխարհում մենք ապրում ենք, այսպես ասենք, անխափան լրահոսի պայմաններում, ամեն վայրկյան, ամեն պահ կյանքը ողողված է լուրերով եւ այդ լուրերի մատակարարները կարող են լինել մեզանից ցանկացած մեկը։ Ամեն մեկս յուրովի հանդիսանում ենք լուրեր թողարկող եւ լուրերի մատակարար։ Եվ այստեղ խոսքը իհարկե շատ կարևոր է, թե ինչպես է մատուցում տեղեկությունը, պատասխանատվության չափը, սահմանը, նաեւ խոսքի ազատության պատասխանատվության չափն ու սահմանը, որոնք շատ դեպքերում իհարկե կարևոր են, բայց պետք է նաեւ հասկանալ որտեղ է սկսվում քո իրավունքները, որտեղ են սահմանափակվում նաեւ խոսքի ազատության իրավունքները ինչ որ չափով, եւ շատ դեպքերում ստեղծվում այնպիսի դաշտ, որի պատճառով լրագրողի աշխատանքը եւ պրոֆեսիոնալիզմը նաեւ շատ դեպքերում նվաստացվում է հասարակության եւ հանրության աչքերում, նաեւ լրագրողի կարևոր կերպարը, պատասխանատու կերպարը մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում, թե դա ինչ ահռելի եւ մեծ աշխատանք է, իսկապես լրագրող լինելը իրենից ենթադրում եւ ներկայացնում եւ լուսաբանման թեմայի հանդեպ է շատ մեծ պատասխանատվություն դրված ինֆորմացիայի եւ իհարկե պատասխանատու լրատվամիջոցներ մշտապես աչքի ընկնում հենց լրատվության հավաստիությամբ, որն էլ հենց լրատվական դաշտի կայունության ինչ որ չափով նպաստում է եւ ասենք որ ժամանակի ընթացքում մեզանում եւս դա համաշխարհային խնդիր է հիմա նաեւ ապատեղեկատվության դեմ պայքարը, որի մասին իմ հաղորդումների շրջանակներում էլ մենք մշտապես խոսում ենք եւ մեր ռադիո լուսողներին էլ ես նաեւ ինչ որ փորձում եմ տեղեկացնել, թե որ կորսիկներն են շատ ավելի ճիշտ, ինչպես ճիշտ օգտվել լրատվական աղբյուրներից եւ միջոցներից, իսկ Շանթայից Պարանգամ իհարկե ամենավստահելի աղբյուրներից մեկն է։ Իհարկե դա կփաստեն նաեւ մեր հեռուստադիտողներն ու ռադիո ընկերները բնականաբար, այո, պիտի կիսեմ ձեր կարծիքը Էմմա ջան, որովհետեւ այսօր դաշտը իրոք ողողված է եւ ապատեղեկատվության մեծ հոսքով եւ գեղձ լուրերով եւ ուղղակի լուրերով մտածածին, որոնք ընդհանրապես կապ չունեն լրատվական դաշտի հետ, լրատվության հետ ընդհանրապես, պիտի ուղղակի լինեն մեդիագրագետ, հետևել միայն այն լրատվական կայքերին, նյութերին, հեռուստատեսություններին, որոնք տարիների բազմամյա փորձ ունեն ու գոնե թե մարդիկ գիտեն, որ նրանք միայն օբյեկտիվ լրագրություն են հաղորդում, որովհետև այո, այսօր այդ վստահության անկումը նկատելի է հասարակության շրջանում, հանրության շրջանում, ու սա խնդիր է, որ փորձում են գոնե թե ավանդական հեռուստատեսությունները կամ թերթերը, որոնք որ չգիտեմ, ոլորտում են միշտ փորձում են էլի այս լրագրողի կերպարը որպես այդպեսին բարձր պահել ու հանել, հա, այդ խավարից, այդ հորձանուտից ուղղակի հանել, ասել, ոչ, կա լրագրություն, պետք է ուղղակի տարբերակել, պետք է ուղղակի հետևել, որովհետև այո 21-րդ դարի ես աննախադեպ զարգացման ընթացքում ու բոլոր դարերում եմ կարծում, որ ճիշտ լրագրությունը ամեն դեպքում իր տեղն ու դիրքը ունենալու, միայն պետք է տարբերակել, պետք է հետևել
Ամեն դեպքում պրոֆեսիոնալ աշխատանքը իր սպառողին միշտ կգտնի, չնայած որ արագ լուրերի հոսքում շատ դեպքերում այդ պրոֆեսիոնալ աշխատանքը ինչ-որ չափով կարող է կորել, շատ դեպքերում չնշмарվել, բայց այնուամենայնիվ լավ աշխատանքը միշտ կգնահատվի եւ կգտնի իր ունկնդրին, իր ընթերցողին եւ հեռուստադիտողին։ Մի փոքր կրկին վերադառնալով Շանթում կոանցած ճանապարհի մասին եւ ընդհանրապես հեռուստատեսությունում նախ աշխատելու յուրահատկությունների մասին մի փոքր կուզենայի պատմեիր, խոսեիր քո զգացողությունների մասին, ինչ է ենթադրում հեռուստաընկերությունում աշխատելու փորձառությունը եւ որոնք են դրա յուրահատկությունները քեզ համար։ Շանթ հեռուստաընկերությունը ինքնին յուրահատուկ մի չեմ կարող բացատրել սա ինչ աշխարհ է ինձ համար եղել եւ ոչ միայն ինձ համար, այլ գոնե նրանց համար, որոնք ինչ որ չափով ներգրաված են եղել երբևէ եթերներում լուրերի կազման process-ներում կամ եղել են ուղղակի այստեղ ճանաչողական այցերով, այո, սա բազմաբնույթ բազմաբովանդակ ու շատ հետաքրքիր մի ոլորտ է, թերևս ինձ համար զգացողությունները շատ տարբեր են, երբեմն հակասական են, երբեմն շատ տրամադրող են, որովհետև լուրերը երբեք նույնը չեն լինում, եթերները երբեք նման օրինակ ու նույնաբովանդակ չեն լինում, ամեն օր նոր թեմա է, նոր դեմքեր են, նոր դեպքեր են ու այդ ամեն ինչը պիտի անընդհատ թարմացվի, դե հասկանում ես, որ դու էլ պիտի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինես, կարողանաս անընդհատ փոփոխվող նյութերը ավելի գեղեցիկ ձեռագրով ներկայացնել, ավելի լսելի ներկայացնել, ավելի տեսանելի ներկայացնել, որ նաև հեռուստադիտողը չհոգնի նույնանման բովանդակությունից ու ձեռագրից, նույնիսկ եթե դու ես գրում այդ նյութերը։ Բնականաբար փորձառության մասին խոսելիս պիտի ասեմ, որ սա իրոք պիտի կրկնվեմ այն մեդիա դպրոցն է, որը շատ բան է տվել ինձ, դրա մասին պիտի միշտ ասեմ ու դրա մասին շնորհակալ պիտի դրա վերաբերյալ շնորհակալություն պիտի հայտնեմ այն թիմին, որը աշխատում է իրականում այս տաղավարում ու ընդհանրապես այս պատերի ներսում, որտեղ այստեղ ծնվում են իրոք լուրեր, որոնք պրոֆեսիոնալիզմի շեմը միշտ հատում են, այսպես ասած։ Տարբեր են մարդիկ, տարբեր է իրենց այդ շփումը, ամեն անգամ նկարահանումների գնալը իր հերթին նոր զգացողություններ է բերում, որովհետև երբեմն անհայտությամբ ենք գնում, երբեմն գիտենք ուր ենք գնում, ինչ են գնում ու այդ չիմանալն էլ նաև շատ հետաքրքրություն է, որովհետև դու գնում ես այնտեղ մարդիկ են, այնտեղ տարբեր բնույթի բովանդակության մարդիկ են, որոնց այդ շփումը միշտ հետաքրքիր է։ Դու նոր բան ես սովորում ամեն անգամ, ամեն նյութ նկարելուց ու վերադառնալուց, ամեն անգամ գրելուց էլ ավելի ինֆորմացիայի բազան թարմացվում է քեզ համար, թարմացվում է նաև այդ ամեն ինչ հեռուստադիտողի համար, որովհետև այստեղ չի կրկնվում ոչ մի բան, նույնիսկ եթե նույնը բովանդակ պիտի լինեն կամ ինչ-որ նյութեր կամ որ այսպես շարք է ու դրանք այսպես թե այնպես նույնն են, այստեղ ամեն ինչը սովորեցնում է լինել տարբերվող էլի ու դա նաև քեզ համար է, որովհետև դու ես հետաքրքրություն գտնում արդեն այս ամեն ինչում գրել ավելի լավը, ամեն օր ավելի ու ավելի սովորել, հմտանալ ու սա եւ անընդհատ կատարելագործվել եւ կատարելագործվել։ Դառնալ պրոֆեսիոնալների շարքի շարունակող, այսպես ինչ որ ժամանակում։ Իսկ սկզբանե պատկերացումները եւ իրականությունը ինչպեսին էին քեզ մոտ հեռուստատեսության հետ կապված, որովհետեւ երբ ընտրում ես լրագրողի ճանապարհը, ստերեոտիպին նաեւ պատկերացնում ես թե որ ոլորտում ես ցանկանում աշխատել։ Հիմա շատ բազմազան է այդ ոլորտը։ Հեռուստատեսություններ կան, լրատվական կայքեր, ռադիո, թերթեր, ինչպեսին էր քո պատկերացումը եւ ինչ էր մտածում եւ ինչ ստացվեց։ Բնականաբար համալսարանական 4 տարիների ընթացքում մեզ երբևէ որևէ մեկը ուղիղ չէր կանգնել ասել, գիտես, լրատվությունը հեշտ գործ չի, գիտես, սա մի աշխարհ է, որտեղ դու մտնելու ժամանակ պիտի պատրաստ լինես ամեն ինչին, այս բառի ուղիղ իմաստով, որտեղ մենք սովորել ենք ուղղակի ինչ որ 4 նյութեր գրել կամ իրադարձություններ ուղղակի այսպես ինչ որ սեղմված ներկայացնել այդ ամեն ինչը, բայց թե հեռուստատեսությունը ինչ է, ինչպես է դա աշխատում կամ իրականում ռադիոյում թեկուս հենց այսպես ինչպես են մարդիկ կարողանում նյութ ստեղծել, դա չտեսած ենք եկել այստեղ ու դա եւս մեկ փորձառություն է մեզ համար։ Տարբեր են բնականաբար այն ինչ որ մենք սովորում ենք ու մեզ սովորեցնում են ու տարբեր է այն ինչ որ դու տեսնում ես քո աչքով ու մտնում ես այդ ամենի մեջ, մտնում ես այսինքն ոլորտ, որովհետեւ այստեղ դու սովորում ես աշխատելավոճ, նոր աշխատելավոճ ես բացահայտում քեզ համար, սովորում ես նոր հմտություններ, օրենքներ չգրված, որոնք որ արդեն քեզ համար են դառնում նաեւ, դառնում ես այս ընտանիքի մի մասնիկը, որտեղ այսպեսի ընդունված ինչ որ չափորոշիչներ կա, որոնց հետևորդը պիտի դառնաս, դու կարողանաս ըստ արժանվույն ներկայանալ ու այդ մեծ պատասխանատվությունը իրականում, որ լրագրողը պիտի կարողանա գրել իր ուսերին, որտեղ ամեն մի բառը, որ եթերով գնում է, դու պատասխանատու ես դրա համար, դու նախ եւ առաջ սովորում ես այդ պատասխանատվությունը գրել, սովորում ես ճիշտ ժամանակին օբյեկտիվ լրատվություն հաղորդել քո հեռուստադիտողին, որտեղ իրենք միշտ սպասում են ու իրենք, ինչպես ասում են, ինչպես Գյումրու հանդիսատեսին են ասում շատ պահանջկոտ է, այնպես էլ այստեղի հեռուստադիտողն այդպեսին, իրենք չեն ներում սխալը, իսկ այստեղ
սովորեցնում են, որ սխալներ թույլ տալ լրագրողն ուղղակի իրավունք չունի։ Մենք չգիտենք դա համասար, մենք ուղղակի թեթև ինչ-որ բաներ ենք գրել կամ ինչ-որ փորձառություն ենք ունեցել շատ այսպես ոչ մասնագիտական լայն ոլորտում, բայց պատկերացումներն ու իրականությունը միանգամայն փոխվում է ու դու հասկանում ես, որ այո, սա մի մեծ բարդ պրոֆիլ է, որ պիտի կարողանաս անընդմեջ սովորելով հաղթահարել։ Եվ հեռուստատեսությունը եւ լրագրությունը ինքնին իհարկե շատ բարդ դժվար աշխարհ է, ինչպես արդեն ասացի, մարդիկ ուղղակի տեսնում են արդեն պատրաստի արդյունքը եւ շատ դեպքերում նաեւ դժվար է պատկերացնել, թե ինչ է կանգնած այդ ամենի հետևում, շատ լուրջ մեծածավալ աշխատանք, այդ 3 րոպեանոց ռեպորտաժի հետևում կարող է լինել նույնիսկ օրերի աշխատանք։ Այո, եղել են նման դեպքեր, երբ որ մենք օրերով ենք նկարել ինչ-որ մի նյութը եղել է, երբ որ առավոտից գնացել ենք 11-ից ասենք ստուդիայից դուրս ենք եկել, վերադարձել ենք ուշ երեկոյան, որովհետև թեման ծավալուն է եղել, մենք պիտի, չգիտեմ, մարդիկ չեն տեսնում էկրաններից այն կողմ հեռուստադիտողը չի հասկանում, թե այստեղ ինչ բարդ աշխատանք իրականում կատարվում ընդամենը 3-4 րոպեն իրենց հասցնելու համար։ Դու նախ պիտի կարողանաս ճիշտ լեզու ունենալ ու գտնել քո օպերատորի հետ, որպեսզի հասկանաս թե նկարահանման հրապարակում ինչ է, որից հետո պիտի լինի, ինչ կադրը պիտի լինի, դու այդ ընթացքում արդեն հորինում ես նյութը քո նյութում, արդեն գիտես ինչպես պիտի գրես, ինչից պիտի սկսես, հետո այդ երկար ժամանակ այդ նկարահանումներից հետո պիտի գաս կարողանաս քաղվածք ներկայացնել, որպես այդպեսին այստեղ գրում ես, հետո ստուգվում է, հետո այդ ամեն ինչը մոնտաժվում է, ճիշտ կադրեր են ընտրվում, տեքստ գրելն էլ է ժամանակատար, ամեն ինչն է ժամանակատար, բայց մարդիկ մտածում են, որ այդ 4 րոպեն իրականում այսպես ուղղակի ծնվում է առանց որևէ բանի, բայց այդ 4 րոպեի հետևում մի ամբողջական թիմ է, մի ամբողջական թիմի անխոնջ աշխատանք է եւ այն ինչ որ մատուցվում է իրականում այո բարդ է, բայց այո շատ սիրելի է այլևս մեզ համար։ Եվ իհարկե ամենակարևորը ցանկացած աշխատանք սիրով անելն է, ամեն հաջողության գրավականը իհարկե այդ ամենում մեծ սեր ներդնելն է, որը միշտ էլ հենց բերում է հաջողության։ Ցավոք սրտի ինձ հուշում են, որ մեր հարցազրույցի համար ժամանակը արդեն կամաց պարվում է, մենք կարող ենք էլ ավելի այլ թեմաներ էլ քննարկել։ Ամեն դեպքում շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ ևս մեկ անգամ շնորհավորում եմ հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով եւ իհարկե նաեւ մեր բոլոր գործընկերներին։ Շնորհակալ եմ Էմմա ջան, հյուրընկալելու ու հետաքրքիր զրույցի համար ևս։ Ես հուսամ մենք հանդիպելու էլի առիթներ կունենանք եւ մեր ռադիոլսողներին էլ հիշեցնեմ, որ այսօր ես զրուցում էի Շանթ Գյումրի հեռուստաընկերության լրագրող Հասմիկ Թումասյանի հետ, ու քեզ երենդեն շարունակեք հետևել մեր երեկոյան ճամփորդությանը։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։